Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Քոչարյան, հանձնաժողովի հարգելի անդամներ, գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք այստեղ չեն իդեպ։ Կառավարության ծրագրում առաջադրված խնդիրների 2025 թվականի համար սահմանված ոլորտային առաջնահերթությունների հաշվառմամբ 2025 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությունը շարունակել է իր գործունեությունը զինված ուժերի կերպափոխման, տվյալների թվայնացման, գործընթացների իրականացման, ռազմական կրթության, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, ռազմավարական փաստաթղթերի մշակման եւ վերանայման, միջազգային ինտեգրման գործընթացների համադրման, օրենսդրական փոփոխությունների եւ այլ ուղղություններով։ Ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն, ինչը պայմանավորված է նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ։ 2025 թվականի ընթացքում սահմանային հատվածներում մարտական պայմաններում զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ 2025 թվականին հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են զինծառայողների ատեստավորման, պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների շրջանակների ընդլայնման, արհեստավար սերժանտական համակարգի եւ հրահանգիչների ինստիտուտի զարգացման, պատրաստության նոր ծրագրերի մշակման, զինված ուժերի կազմակերպչական եւ հաստիքային կառուցվածքի բարելավման, ինժեներական սարքավորման եւ ամրացված շրջանների կառուցման եւ այլ աշխատանքներ։ Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակներում ատեստավորվել եւ ծառայությունը շարունակում է 6270 զինծառայող, խոսքը վերաբերում է 2025 թվականի ընթացքին։ Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած ատեստավորվել է դիմողների 73%։ Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելու պաշտպան հայրենիաց ծրագրի շահառու է դարձել 1777 զինծառայող։ 2024 թվականի համեմատությամբ շահառուների քանակը ավելացել է 180-ով, ընդհանուր շահառուների թվաքանակը 2025 թվականին կազմելով 4234, այս պահին այն հատել է արդեն 5200-ը։ Սերժանտական նոր համակարգի ներդրման շրջանակներում ավելացվել են շուրջ 120 սերժանտների հաստիքներ եւ պատրաստություն անցած զինծառայողները նշանակվել են տվյալ հաստիքների։ Հրահանգիչների պատրաստության շրջանակներում զինված ուժերի շարքերը համալրել են շուրջ 200 հրահանգիչներ։ Ավարտին է հասցվել մի շարք տեղամասերում ամրացված շրջանների կառուցումը, շուրջ 163 շինարարական օբյեկտներում համակարգվել են 48 միլիարդ ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության իրականացման գործընթացի կարգավորման նպատակով 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության համար 405 որոշման մեջ իրականացվել են համապատասխան փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել եւ փաստացի գործարկվել են 2025 թվականի ապրիլի 1-ից էլեկտրոնային առողջապահական համակարգ քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ թվային տվյալների մուտքագրման համար։ Վերանայվել են նաև հիվանդությունների ախտորոշման եւ դրանց կիրառման սխեմաները, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության որոշմամբ եւ 2025 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ արդեն ներդրվել։ Գործընթացը շարունակական է։ Առողջապահական համակարգի օպերատոր ՍՊ-ի եւ ՊՆ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ստեղծվել է ՊՆ եւ զինված ուժերի կարիքների համար էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս իրականացնել նախազորակոչի հաշվառման, զորակոչի իրականացման, պահեստազորայինների վարժական հավաքների ներգրավման գործառույթները, ինչպես նաեւ զինված ուժերում խաղաղ եւ պատերազմական ժամանակ մարդկային ռեսուրսների կառավարումը եւ ինտեգրված է այլ պետական կառույցներում առկա թվային հարթակներին։ 2025 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը 2018 թվականի ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածի համեմատ աճել է 2.7 անգամ։ 2025 թվականի ընթացքում միջազգային կրթական ծրագրերի շրջանակներում գործընկեր երկրների ուսումնական հաստատություններում տարբեր ծրագրերով կրթություն են ստացել 481 զինծառայող եւ քաղաքացիական ծառայող, իսկ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված իրականացված միջազգային ծրագրերի շրջանակներում 167 զինծառայող եւ քաղաքացիական ծառայող։ Օտար լեզուների դասընթացների խմբերի ընդլայնման միջոցով աշխատանքներ են տարվել արտասահմանյան ռազմաուսումնական հաստատություններում,
օպերատիվ եւ կառավարման մակարդակների կրթության համար թեկնածուների նախապատրաստման ուղղությամբ։ Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման եւ նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները։ 2025 թվականի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպվել են ձեռքբերված եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցների ցուցադրություն։ 2025 թվականին հաստատվել է ՀՀ ռազմական պլանավորման կանոնակարգը, ըստ անհրաժեշտության իրականացվել են պաշտպանության ոլորտի ռազմավարական փաստաթղթերի վերանայման եւ լրամշակման աշխատանքներ, միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում արտերկրում եւ Հայաստանում կազմակերպվել են 380-ից ավելի միջոցառում։ Հայաստանում անցկացվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ Արծիվ գործընկեր 2025 թվականի հերթական եւ Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ զորավարժությունները։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են խաղաղապահ առաքելությունների իրականացումը Կոսովոյում եւ Լիբանանում, իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցից հատկանշական են պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայության սահմանված ժամկետի 18 ամսի կրճատմանը, այսինքն 6 ամսով կրճատմանը, շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի օրերի ավելացմանը եւ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված ու սպայական պաշտոնի նշանակված սպաներին անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացման համակարգի փոփոխությանն առնչվող օրենքները։ Հաջորդիվ հանձնաժողովի նիստի փակմասում կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության կառավարության 21-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ Պաշտպանության նախարարության մասով համապատասխան տեղեկատվություն։